հետագայում նույնպիսի կամայական որոշմամբ վերջերս իր գործունեությունը դադարեցրել է եւ այստեղ կրկնում եմ ոչ կառուցողական մոտեցման եւ լուրջ մոտեցման կարիք կա եւ մենք շարունակում ենք քաղաքական կոնյունկտուրայի ցիերներով տարբեր որոշումների ականատես դառնալ։ Եվ ցավոք այդ նույն ոլորտում տեսահոլովակական մեդիայի կան մի քանի նոր նախաձեռնություններ, որոնք մտահոգություն են առաջացնում լրագրողական համայնքի մասի մոտ։ Առաջինը դա այն մեթոդն է, որը կիրառվել է օրենսդրությամբ, ընդունված օրենսդրությամբ, ինդուստրիալ կոմիտեի ձևավորման առումով, փաստորեն, ինչպես դա օրենքով ամրագրված է արդեն, ինդուստրիալ կոմիտեի անդամներ կարող են դառնալ միայն հանրային մուլտիպլեքսում ներառված հեռարձակողները, դա իհարկե նշանակում է, որ ներառական գործընթաց մենք չունենք այդ ոլորտում եւ դրանից բխող նաեւ չափող ընկերության ընտրության հարցն է, որը ինդուստրիալ կոմիտեի փաստորեն որոշմամբ է կատարվում եւ դա նշանակում է, որ այլ հարկերից օգտվող բացի հանրային մուլտիպլեքսից լրատվամիջոցները, հեռարձակողները չեն կարող օգտվել այդ ազգային չափողի տված տվյալներից եւ դրա հետ կապված կառուցել իրենց շուկայական գործունեությունը։ Նաև վերջերս արդեն կառավարության որոշմամբ, ոչ թե օրենսդրությամբ ստեղծվել է հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամը, որը նույնպես բավականին սահմանափակ աջակցության հնարավորություն ունի լրատվամիջոցների համար, քանի որ կրկին որոշման համաձայն կարող է աջակցություն տրամադրել միայն հանրային մուլտիպլեքսում ներառված հեռարձակողների, այսինքն այլ տիպի լրատվամիջոցները եւ այլ հարթակներից օգտվող հեռարձակողները առայժմ այդ հիմնադրամի աջակցությունից չեն կարող օգտվել, այն դեպքում, որ մենք նաեւ այլ հարթակներում ունենք բավականին կարևոր խաղացողներ, որոնց աջակցությունը կնպաստեր նաև բնակչության, մեր հասարակության տեղեկատվական պահանջարկի բավարարման։ Ունենք ոչ բավարար լուծումներ կապված արտասահմանյան առաջին հերթին հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված մեր հանրային մուլտիպլեքսում։ Այսինքն այս հարցը չենք լուծել, բայց գնում ենք մեկ այլ ճանապարհով, փորձում ենք նոր սահմանափակումներ եւ պատիժներ սահմանել ցանցային օպերատորների միջոցով հեռարձակող լրատվամիջոցների, այսինքն մի հարցը լուծում ենք, մյուս հարցը թողնում ենք չլուծված եւ ամենամեծ ազդեցությունը ունեցող մեր լսարանի վրա ռուսական հեռուստաալիքները, որոնք ներառված են հանրային մուլտիպլեքսում, մնում են, այսինքն ակնհայտորեն կա հետևականություն պակաս այս հարցում։ Եվ ունենք նաև որոշակի ռիսկեր կապված խոսքի ազատության, եթե գնահատենք տարբեր իշխանական կամ իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները, օրինակ մի պատգամավոր վերջերս, որը նաև լրագրողական միջավայրից է տեղափոխվել քաղաքական միջավայր, ասում էր, որ աջակցում է այն գաղափարին, որ ընդհանրապես ամբողջական գաղտնալսում լինի ամբողջ Հայաստանի հասարակությանը եւ նաեւ գաղտնի նկարահանումները ողջունում է, որպես հանրային պաշտպանվածություն ապահովելու միջոց եւ միակ պատճառը, ինչու այդ գաղափարը ընդունելի է, այդ պատգամավորին նա որ ինքը վստահում է Հայաստանի իրավաբան մարմինների, բնականաբար նման մոտեցումները, որոնք բավականին հաճախ են լսվում որոշում կայացնողներից, չեն կարող չմտահոգել նաեւ տեղեկատվական ոլորտի խնդիրների տեսակետից։ Բավականին